Ես ուզում եի դուրս գալ անկեղծ ասած շենքից եւ տեսա այդ քաշքշուկը, վազելով բարձացա, որ հասկանամ ինչա տեղի ունենում, որովհետեւ արդեն շենքից դուրս էի գալիս։ Ես չհասկացա, դուք հասցրեցիք ինչ որ պաստառ պահել։ Ես մեկ տեսա, տեսա որ հիմա ձեզ բացատրվեց արդյոք դա ում հրահանգով, ինչու աշխատակազմի ղեկավարի։ Աշխատակազմի ղեկավարը սպայն արձակուրդումա Խանձրադյանն է փոխարինում, այսինքն Խանձրադյանն է, գնացեք այսպես խմբով, ասեք պարոն Խանձրադյան, այդ ինչ իրավական հիմքով ես դու նման հրահանգ տալիս։ Ես ուզում եմ հիշեցնել ԿՊ խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը, երբ որ լրագրող էր, պաստառով մտել էր դահլիճ, կանգնել էր ազգային ժողովի ամբիոնի դիմաց եւ ակցիա էր անում։ Այսինքն այն ժամանակ կարելի էր, հիմա լրագրողների ակցիա չի կարելի։ Սա ինչ երկայքի մոտեցում է։ Ու ընդհանրապես հիմա որ եկել են այստեղ տարբեր պաշտոնյաներ փորձում են ինչ են փորձում ասել։ Իրանք պիտի ապահովեն, որ դուք կարողանաք ազատ ձեր ակցիան իրականացնել, որովհետեւ հերիքչի լրագրողին վիրավորել են, հերիքչի լրագրողի նկատմամբ ցուցաբերել են խտրական զզվելի վերաբերմունք, մի հատ էլ ձեզ արգելում են դուք արտահայտեք ձեր սահմանադրական բողոքի իրավունքը։ Տիկին Թովմասյան, այս դրվագները, երբ որ նայում են Freedom House կամ միջազգային այլ իրավապաշտպան կազմակերպություններ, ձեր կարծիքով ինչպես կգնահատեն ժողովրդավարության բաստիոն Հայաստանին եւ խոսքի ազատության ինդեքսում Հայաստանը որ հորիզոնական կշպրտվի։ Այսպիսի երևույթները բնականաբար մեզ անընդհատ հետ են շպրտելու խոսքի ազատության ինդեքսի բարձր սանդղակներից, որոնք մենք երբևէ զբաղեցրել ենք, որովհետև խոսքի ազատությունը ամենաբարձր եւ ամենապաշտպանված իրավունքներից է, որ գերակա իրավունք է եւ չի կարելի խոսքի ազատությունը այսքան սահմանափակել։ Դուք լրագրողներ եք, որոնք падգամավորներից շատ եւ падգամավորներից ավելի սրտացավ լուսաբանում են ազգային ժողովի աշխատանքները եւ ձեզ անընդհատ մեկուսացնելը, քանի կա մեկուսացրել էին ինչ որ մի հատ սրահում են թողում գործունեություն ծավալեք, հիմա նաեւ ձեր սրահում չեն թողնում դուք ակցիա իրականացնեք, այսինքն ինչ որ վարչապետը նստածա պիտի քար լռություն լինի, որևէ մեկ անհանգստություն չպատճառի, բա թող մի հատ անհանգստանա։ Ես տեսա, որ ինքը նայում էր ուշադիր ակցիա ինչա կատարում։ Բա Նիկոլ Փաշինյանը լրագրող ա եղել, բա ինքը չի հասկանում, որ նման դեպքերը դատապարտելի են, առավել եւս Անդրանիկ Քոչյանի վարքը առաջինը ինքը պիտի դատապարտեր եւ եթե մասնագիտական բարեխղճությունը դեռ չի դավաճանել Նիկոլ Փաշինյանին, ինքը պիտի բարձրանա ձեր մոտ, ասեր ինչ ա պատահել, ժողովուրդ ջան, ինչ ա եղել։ Ասեք ես ձեզ կլսեմ, պաստառ մի պահեք։ Իսկ դուք ինչ եք կարծում, անվտանգության աշխատակիցները ինչ այստեղ ինչ արեցին, ապօրինություն դուք կրեցին։ Ես կարծում եմ, նրանց գործողությունները ես գնահատում եմ ոչ իրավաչափ, այն պարզ պատճառով, որ լրագրողները իրավունք ունեն իրականացնելու նաեւ ակցիա եւ դրանով ուշադրություն հրավիրելու իրենց ցանկացած խնդրի վրա, իսկ խնդիրն այն է, որ երկար ժամանակ արդեն մի շաբաթ մոտավորապես կլինի, մենք շարունակ խոսում ենք, կողքից դատապարտում ենք, ելույթներ ենք ունենում Անդրանիկ Քոչյանի վարքագծի մասին, բայց դեռ որևէ առարկայական պատիժ մենք չենք տեսել падգամավորի գործողությունների համար։ Եվ նորմալ է, որ դուք ինչ-որ բան եք կազմակերպում եւ այդ ակցիան պիտի ունենա իր հասցեատերը եւ այդ հասցեատերը իշխանությունն է։ Եվ հիմա իշխանությունը փորձում է թաքնվել ըստ էության թիկնապահների ետևում։ Տիկին Թովմասյան, դուք քան որ падգամավոր եք, դրա համար եմ ինչ եք կարծում, այսպիսի դեպքերում հրահանգները սովորաբար ով է տալիս եւ եթե այդ հրահանգը, այսինքն ինքն է կազմակերպում, թե գալիս է այդ հրահանգը ամեն դեպքում եւ եթե այո, ով ում է կատարում։ Ես կարծում եմ, որ այս հրահանգը ազգային ժողովի ղեկավարության կողմից է տրվել, ինչքան իրանք փորձ անեն դեպի ներքև ավելի իջեցնել աշխատակազմի ղեկավարի մակարդակ, ես կարծում եմ, որ ավելի բարձր մակարդակում եւ կայացվել է քաղաքական որոշում հենց Ալեն Սիմոնյանի կողմից, որ եկել այստեղ փորձում է երկակի չափանիշներով ինչ ա եղել Ռիփսիմե ջան, ինչով օգտակար լինեմ, խիչ գիտեք Ռիփսիմեի հետ ինչ ա եղել, ինչով պիտի օգտակար լինեք, նոր պիտի բացահայտեք։ Դուք շատ լավ գիտեք ինչ ա տեղի ունեցել Ռիփսիմեի հետ։ Կարծում եք, որ Ալեն Սիմոնյանը ես որպես падգամավոր ծանոթ լինելով ազգային ժողովի աշխատակարգի ընթացակարգերին, ես վստահ եմ ավելի քան, որ այսպիսի որոշումը, որը որ ուղիղ կապ ունի քաղաքականության հետ եւ ուղիղ կապ ունի լրագրողների մասնագիտական գործունեության հետ, չէր կարող հրահանգը չտալ Ալեն Սիմոնյանը։